2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի առաջատար 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են մուծել շուրջ 409.71 միլիարդ դրամ հարկ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 3.61%-ով կամ 15.33 միլիարդ դրամով, տվյալները ներկայացնում է պետական եկամուտների կոմիտեն։ Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը նվազել է գրեթե կեսով։ Այս մասին հայտնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Տվյալների համաձայն տարիների ընթացքում միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ ունեցել է նվազման միտում։ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի եւ ելքերի տարբերությունը եղել է դրական, կազմելով 8660։ Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թվականի բացառությունը չհաշված, սա առաջին դեպքն է, երբ ցուցանիշը դրական է։ Միաժամանակ արձանագրվել է սահմանահատումների ընդհանուր դրական սալդո մոտ 30500։ Այս ցուցանիշը վկայում է միգրացիոն նոր իրավիճակի մասին, որի պայմաններում Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես տարանցիկ երկիր, այլև որպես մուտքի ուղղություն։ Տվյալները ներկայացնում էր Ներքին գործերի նախարարությունը։ Կապանի Սյունիք օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է քննարկումներ սկսել օդանավակայանի բաժնետերերի հետ։ Ներկայում Սյունիք օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր Երևան-Կապան եւ հակառակ ուղղությամբ։ Նախարարությունից հայտնում են, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակ ստանալու ծրագրերը գտնվում են նախնական փուլում։ Թարմացված եղանակային կանխատեսումները խոստանում են Եվրոպային կայուն ցուրտ եղանակ մինչև հունվարի վերջը եւ բավականին խիստ փետրվար, կլիմայական նորմայից 4 աստիճանով ցածր։ Եվրոպայի ստորգետնյա գազապահեստներում գազի պաշարների միջին մակարդակը հունվարի 24-ի արդյունքներով նվազել է մինչև 45-59%։ Սա վերջին 5 տարվա միջին ցուցանիշից ցածր է 15%-ային կետով։ Իսրայելը 2025 թվականին ռազմական կարիքների համար ծախսել է 29 միլիարդ դոլար։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասը ահաբեկչական խմբավորման հետ պատերազմի սկսվելուց եւ մինչեւ 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի հաստատումը երկրի ընդհանուր պետական պարտքը կազմել է 524 միլիարդ շեկել, կամ որ նույնն է 167 միլիարդ դոլար։ Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 0.5%-ով, իսկ արտահանումը 3.9%-ով։ Արտահանման ծավալը կազմել է օրական 7.378 միլիոն բարել։ 2024 թվականի նոյեմբերի համեմատ այս ցուցանիշն աճել է 18.9%-ով։ Եվրամիությունը շուտով կներկայացնի Գրենլանդիայի աջակցության եւ զարգացման ներդրումային ծրագիր։ Ներդրումները կուղղվեն վերականգնվող էներգիայի զարգացմանը, հաղորդակցության բարելավմանը, պաշտպանական արդյունաբերությանն ու էլեկտրական մեքենաների արտադրության աջակցությանը։ Եվրամիությունը նախատեսում է գրեթե կրկնապատկել ներդրումները կղզում, դրանք հասցնելով 500 միլիոն եվրո, միաժամանակ աջակցելով առկա նախագծերին։ Օդի աղտոտվածությունն ու շինարարության մեծ ծավալները ուղիղ համեմատական են իրար։ Օդի աղտոտվածության վրա շինարարության ազդեցության գործոնը նվազեցնող նորմեր է մշակել քաղաքաշինության կոմիտեն։ Նորմերով մասնավորապես սահմանվել են, թե ինչպես պետք է կահավորվեն շինհրապարակները, ինչպիսի գործիքներ եւ սարքավորումներ պետք է օգտագործվեն։ Պահանջ է սահմանվել, որ պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները պատված լինեն բետոնե ծածկույթով, իսկ այն հատվածները, որոնք ճանապարհներ որպես չեն ծառայում, ունեն հողային մակերես, պետքա խճապատված լինեն, որպեսզի շարժումների քամիների ընթացքում այդ հողը ծածկված լինի խճով եւ արտանետումներ փոշին չբարձրանա եւ հարակից միջավայրը չաղտոտվի, չփոշոտվի։ Բնակարան ձեռք բերողների շահերի պաշտպանության նպատակով էլ սահմանվել են բնակարանը շահագործման հանձնելու նվազագույն չափորոշիչներ, որոնք պարտադիր պետք է պահպանվեն բոլոր կառուցապատողների կողմից։ Նախկինում կառուցապատողն ինքն էր որոշում շինաշխատանքների ավարտի, շենքերի ներքին հարդարման ինչ աստիճանով պետք է շենքը հանձներ գնորդներին։ Այժմ սահմանվել է միասնական մոտեցում։ Մեզ դիմել էին
կապի ծառայություն մատուցող օպերատորները եւ խնդրել էին, քանի որ հիմա Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարածքով անցնելու են 5G ցանցի ծածկույթի, ընթացակարգերը պարզեցնելու համար այդ կապի կայաններ, աշտարակներ տեղադրելու դրանց հողերի նպատակային նշանակության փոփոխության եւ մենք համապատասխան որոշումներով այդ ընթացակարգերը պարզեցրեցինք։ Էլեկտրամոբիլների քանակի աճին զուգահեռ էլ սահմանվել ու հստակեցվել են էլեկտրալիցքավորման կայանների տեղադրման հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետությունում առկա է 50,000 հողակտոր 400 քառակուսի մետրից պակաս մակերեսով, որտեղ նախկինում շինարարական նորմերով արգելված էր իրականացնել կառուցապատում։ Հետևաբար այդ առումով նույնպես սահմանվելու է լրացուցիչ ընթացակարգ։ Թույլ ենք տալու նորմերի մեջ համապատասխան փոփոխություն իրականացնելով, որ քաղաքացիները իրականացնեն կառուցապատում 200 քառակուսի մետրից ավել հողակտորների համար, հողակտորների վրա։ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել է նաև հարսնաքար հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի շուրջ 2.8 կիլոմետր երկարությամբ եւ 6.5 մետր լայնությամբ ճեմուղու նախագիծը, որի շինաշխատանքները կմեկնարկեն այս տարի։ Հարակից հատվածում տեղակայվելու է համայնապատկերային վերելակ, որն այցելուներին հնարավորություն կտա ավելի մատչելի եղանակով հասնել Սևանավանք, ինչը կլինի նաև խթան տարածքի զարգացման համար։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Մի քանի ամիս անցել ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։